Ժուչոկային հանրապետությունը։ Եվ որ դուք ասում եք ժուչոկապետություն, բոլոր ձայնագրությունները արվել են դատարանի որոշման։ Այն ինչ տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի հանդեպ քաղաքական կոռուպցիայի դրսևորում։ Այդ ձայնագրությունները արվել են այն ժամանակ, երբ նա նույնիսկ քաղաքապետ չի եղել։ Ձեր կողմից պաշտպանվող Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Սենց արեք գցեք բանի ԿՊ-ի վրա, սենց անենք գցենք սրա վրա եւ այլն։ Երկու ընտրված թիմ ղեկավար ունեինք այս տարի 2025 թվականին։ Մեկը բանտում հայտնում է, մեկը գերեզմանում։ Ակնհայտ է եղել բոլորի համար, որ անցած տարվա ձախողումից հետո շարժումը անցել է ռադիկալացման փուլ։ Արդյոք կոռուպցիայի դեմ պայքարը դառնում է քաղաքական գործիք, հոգևոր բարենորոգում, թե քաղաքական ճնշում, ինչպես բնորոշել եկեղեցու սպասավորների եւ իշխանության հակասությունը։ Արդյոք Հայաստանը մուտք է գործում նախընտրական փոթորկի շրջան, որն է լինելու Հայաստանի նախընտրական օրակարգը։ Բարև ձեզ, եթերում հեռանկար բանավեճն է ամենաակտուալ հարցերի համապարփակ քննարկմամբ։ Վերջին տասնօրյակը աչքի ընկավ ներհայաստանյան կյանքի բուռն իրադարձություններով։ Գյումրիի եւ Մասիսի քաղաքապետերի կալանավորումը, հայ առաքելական եկեղեցու սպասավորների եւ իշխանության շարունակվող հակասությունները, քաղաքական ուժերի հայտարարությունները դարձյալ ալեկոծեցին հասարակական քաղաքական կյանքը։ Արդյոք այս ամենը պետք է դիտարկել նախընտրական համատեքստում, ինչ առանձնահատկություններ ունի հայաստանյան քաղաքական ներկապնակը։ Այս եւ այլ հարցեր քննարկենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի եւ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ։ Շնորհակալություն պարոնայք մեր հրավերը ընդունելու համար։ Մինչ քննարկումը սկսելը դիտենք մի տեսանյութ։ Հայաստանում նախորդ շաբաթը մեկնարկեց բուռն իրադարձություններով։ Այդ օրը իրավապահները բերման ենթարկեցին Գյումրու ընդդիմադիր հայացքներով քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու եւս 7 պաշտոնյաների կոռուպցիոն գործի շրջանակում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց հետևյալ տեսանյութը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած այս դեպքը մեծ արձագանք ստացավ ոչ միայն Շիրակի մարզում, այլև ողջ երկրում, վերածվելով քաղաքական եւ հասարակական քննարկումների գլխավոր թեմայի։ Այդ օրը հակակոռուպցիոն կոմիտեն էլ այս ձայնագրությունը հրապարակեց։ Ալի ազնիվ խոսալով իրանենք քեզ մասամիտանը բանակալը սոցիալի բանը։ Ավայքը մեկ կենես ինստիտուտ քեզ Գյումրու քաղաքապետարանը հարակից տարածքներն այդ օրը մարդաշատ էին, դրսում թե ներսում գյումրեցի համախոհներն ու իրավապահներն էին։ Ինչ լսեք, ոչ եմ ամեն ինչ նորմալ կլինի, գնում են, թող նայեն, ինչ օր է, ոնց որ պետք է։ Ինչ ուզում է լինի։ Դրանից հետո ամեն ինչ երևա, ամեն ինչ կանեք։ Գյումրին տեխնիկոն է։ Վարդան Ղուկասյանին հակակոռուպցիոն կոմիտե տարան քաղաքապետարանի շենքի ետնամուտքից։ Ավելի ուշ նա կալանավորվեց։ Քննչական կոմիտեն էլ եւս մեկ մեղադրանք ավելացրեց, այս անգամ իշխանությունը զավթելու սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչը։ Գյումրիում քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվեց 37 անձ։ Անցած շաբաթ, երբ խորհրդարանում վարչապետից հարցրին Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդման մասին, Փաշինյանը հորդորեց Գյումրիի քաղաքապետի հետ տեղի ունեցածը կապել ոչ թե իր, այլ հենց Վարդան Ղուկասյանի մտքերի ու գործողությունների հետ։ Ինչ մեկնաբանում, այսինքն հիմա YouTube-ի link կարամ տամ, ուրիշ բան չեմ կարող անեմ։ Ավելի վաղ խորհրդարանում Գյումրու քաղաքապետի թեման կրկին շրջանառվել էր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի ժողովրդավարական երկրում։ Եվ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Նախորդ շաբաթ քննարկման առարկա դարձավ ոչ միայն Գյումրիի քաղաքապետը, այլև հոգևորականները։ Կարգալույծ արվեց Հովանավանքի տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Տեր Արամ Քահանա Ասատրյանը հրապարական ելույթներով ու հայտարարություններով արգաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայեկից եկեղեցականներին, անտեսելով թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգները, հարատևել է կարգազանց ընթացքի մեջ։
Նա հրաժարվեց ընդունել մայր աթոռի որոշումը, այս ամենը դարձյալ կրքեր բորբոքեց, իսկ երբ հեռանալու պահանջով ծանոթագիր բերեցին, Հովանավանքի բակում հրմշտոց սկսվեց։ Արդեն պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ ասում է, ճիշտ է ասում։ Իսկ ես ճշմարտության կողքին եմ։ Այո, սատարելու եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Հոգևորականին սատարեց երկրի վարչապետը, հայտարարելով, որ հոկտեմբերի 26-ին կմասնակցի նրա մատուցած պատարագին։ Եթե կարգալույծը է արել, այդ նշանակում է, որ այդ կարգալույծության օրը Տեր Արամը եկեղեցու կողմից եկեղեցին ժողովուրդն է։ Իրական օծման օրը հենց այդ օրն է եւ որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ եւ ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ։ Արդեն Կիրակի օրը վարչապետը Facebook-յան տեսանյութով տեղեկացրեց, որ մայրաթոռում կաթողիկոսի գլխավորությամբ այլևս տիրոջ ուսմունքը չեն տարածում, այլ պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթ եւ որ վաղուց հասունացել է մայրաթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը։ Եվ այսօր Հովանավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի մայրաթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։ Եվ այսպես Կիրակի օրը Հովանավանքում վարչապետը մասնակցեց այդ պատարագին։ Այդ օրն էլ առանց միջադեպերի չանցավ։ Քաղաքացիներից մեկը կարգալույծ քահանայի ձեռքից վերցրեց ավետարանն ու պնդեց, թե նա իրավունք չունի այն ձեռքում պահել։ Մեկ այլ քաղաքացի էլ փորձեց մյուսներից տարբերվող տեսակետ հայտնել։ Պատարագից հետո Facebook-յան տիրույթում վարչապետը դարձյալ տեսանյութ հրապարակեց, վերնագրելով այն հետևյալ կերպ. հոգևոր նորոգում, հաջորդ Կիրակի նույնպես կհանդիպենք Հովանավանքում։ Նույն այդ Կիրակի օրը պատարագ անցկացվեց Մայր տաճարում, նույնիսկ քահանայական ձեռնադրություն եւ օծում տեղի ունեցավ։ Մեկ այլ բուռն քննարկում առաջացավ, երբ սկանդալի կենտրոնում հայտնվեց մայրաթոռի դիվանապետը։ Համացանցում անձնական կյանքին վերաբերող տեսանյութեր հրապարակվեցին։ Անձնական կյանքի անձեռնմխելիության մասին հրապարակում արեց մարդու իրավունքների պաշտպանը։ Իրազեկ քաղաքացիների միավորումը դատախազություն հաղորդում ներկայացրեց։ Սրանք նախորդ շաբաթվա ոչ բոլոր իրադարձություններն էին, բայց ամենաշատ քննարկվածն ու ամենաաղմկոտը ներհայաստանյան կյանքում։ Եվ այսպիսով սկսելով քաղաքապետարի կալանավորումից, այս թեմաները պետք է դիտարկել իրավական թե քաղաքական դաշտում։ Պարոն Սաֆարյան, ձեզնից սկսենք։ Եվ իրավական եւ քաղաքական դաշտում, որովհետեւ անշուշտ գալիք խորհրդարանական ընտրությունները իրենց ազդեցությունն են թողնում բոլոր տեղի ունեցող զարգացումների վրա, ուզենք թե չուզենք։ Դա օբյեկտիվ իրողություն է։ Բայց իրավական խնդիրը այնքանով իդեպ ոչ միայն ռեպորտաժի, այլ նաեւ վերջին շրջանում քննարկումներում բոլորը սկսում են այն կետից, երբ վարչապետ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ինքնիշխանության դեմ խոսող Գյումրիի քաղաքապետին պետք է քաղաքական մեթոդներով դուրս շպրտել քաղաքական դաշտից։ Ես կարծում եմ զարգացումների սկիզբը մի փոքր այլ տեղ է։ Ինչու, որովհետև բոլորը մոռանում են եւ ես ուզում եմ հիշեցնել, որ Գյումրու ընտրությունների ժամանակ Վարդան Ղուկասյանը հենց ինքը անձամբ հայտարարել է, որ քաղաքականություն է մտնում կամ վերադառնում, որովհետև իշխանությունները իրեն դիպել են։ Ես հորդորում եմ բոլորին գտնել համացանցում այդ հայտարարությունները, դրանք վավերագրված հայտարարություններ են եւ Վարդան Ղուկասյանը ինքն է ասել, որ քանի որ քննչական մարմինները սկսել են իրեն անհանգստացնել, ինքը մտնում է քաղաքականություն։ Այսինքն Վարդան Ղուկասյանի համար դա եղել է իր համար անվտանգության որոշակի բարձիկ ստեղծելու, անձեռնմխելիության որոշակի բարձիկ ստեղծելու եւ իր նկատմամբ տարբեր քրեական գործերով հարուցված վարույթներում իրեն պաշտպանելու եւ գործը քաղաքականացնելու հնարավորություն։ Եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Սա Վարդան Ղուկասյանի կողմից արված հայտարարություններ, որը ես բառացիորեն մեջ բերեցի։ Հիմա լսենք ձեր ընդդիմախոսին, դուք արդյոք այս տիրույթում եք Ես հիմնականում համաձայն չեմ, որոշ շեշտադրումների հետ համաձայն եմ։ Տեսեք, ես շատ ակտիվ մասնակցել եմ Գյումրիի նախընտրական արշավին։ Ի սկզբանե ես Գյումրիի հեռուստաալիքներով հանդիպումների ժամանակ ասել եմ,
որ Վարդան Ղուկասյանը լավագույն այլընտրանքը չի գործող իշխանության։ Կան տեսանյութերը հենց անձնական խոցելությունից ելնելով իր տարբեր քրեական գործեր, էպատաժային կերպար եւ այլն եւ այլն։ Բայց այն ինչ տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի հանդեպ քաղաքական կոռուպցիայի դրսևորում։ Այսինքն, օրինակ, հետախուզական օպերատիվ միջոցառումներ վստահաբար Տիգրան Ավինյանի հանդեպ չեն արվում։ Չնայած մամուլը հեղեղված է, անիֆում նրա կոռուպցիոն սկանդալի մասին բազմաթիվ հրապարակումներ Փասուրենյան։ Ասում եմ, բանի Քաղաքապետարանում։ Ես չգիտեմ, դա կապված չի այդ հրապարակումների հետ։ Բայց Վարդան Ղուկասյանին դրել են մայիս ամսից թիրախավորված, ընդ որում մի դատավորը բոլոր միջնորդությունները այդ նույն դատավորն է բավարարել։ Կրկնում եմ, Վարդան Ղուկասյանը իմ սրտի ոչ քաղաքապետն է, ոչ իմ սրտի քաղաքական գործիչն է, նույնիսկ վերապահումով եմ իրեն քաղաքական գործիչ միշտ համարել, բայց ընտրվել է թիրախը, ընդ որում մի ոլորտում չի այդպես։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական տարում կյանքի բոլոր ոլորտները փորձում է տոտալ վերահսկողության տակ վերցնել։ Ժուչոկային հանրապետություն ենք մենք դառը։ Թող որևէ մեկին չփորձի ապացուցել, որ առանց պետության նորահատուկ ծառայությունների այդ տեսանյութերը գաղտնի օրինական կամ անօրինական հնարավոր են։ Ժուչոկային հանրապետություն ենք։ Հիմա այդ կալանավորումը առանցքի է։ Կալանավորումը, անկախ նրանից Վարդան Ղուկասյանի հանդեպ ես ոնց եմ վերաբերվում, թիրախային, նպատակային կալանավորումը, մանավանդ որ պարոն Սաֆարյանը բան հիշեցրեց, այո, ես չեմ ասում Վարդան Ղուկասյանը հրեշտակ է։ Ես ասեցի հենց ինքն ինքը հրեշտակ չի, բայց որ իր դեմ կամպանիան վարչապետի ուղղորդման բա տեղի ունեցել։ Իրան շատ հանգիստ է կթողեին այդ բազմաթիվ քրեական գործերով, ոչ մի բան էլ չէին անի, եթե ինքը տեխնացու հետո քաղաքապետ չդառներ։ Ուզում եք տասնյակ օրինակներ բերեմ։ Նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներ, նախկին համակարգի։ Իրանց համար արխային թրև են գալի, որտեղ քաղաքական ամբիցիաները հավասարացրել են 0-ի եւ իշխանության համար որևէ վտանգ չեն ներկայացնում։ Ավելին ասեմ, իսկ այն մյուս հոդվածը, որ Վարդանի դեմ առաջադրել են, միությանը, ինչ-որ միության միանալու, ընդ որում այդ տեսանյութում հատուկ շեշտում է, որ Հայաստանի անկախությունը կասկածի տակ չպիտի դրվի այդ միությանը միանալով։ Այդ նույն հոդվածով քրեական գործ կարան հարուցեն ԵՄ ինտեգրման համար ստորագրավակ հավաքած բոլոր մարդկանց։ Հիմա տեսնենք համաձայն են արդեն պարոն Սաֆարյան։ Հիմա սկսեմ նորից։ Այդ հայտարարությունը ինքը արդեն ասում էր, որ իրավապահները արդեն մոտեցել էին։ Իմ վկայակոչած հայտարարությունը, որ արել է Վարդան։ Կաշառքի դրվագը քաղաքապետ դառնալուց հետո է։ Հիմա գալիս է, հերթով բոլորը լրացնում են, պարոն Սուրենյանց։ Ուրեմն այդ հայտարարությունով Վարդան Ղուկասյանը արդեն իսկ ասել է, որ իրեն անհանգստացնում են իրավապահ մարմինները եւ ինքը պաշտպանության անհրաժեշտություն ունի եւ դրա համար քաղաքականությունը եւ հիմա ուրեմն խոսեց կարևոր ակնարկեցիկ ձայնագրություններին եւ նրա ձերբակալության հիմքում ընկած են մի քանի ձայնագրություններ դրանցից մեկը, եթե ուշադրություն դարձնեք, այդ ձայնագրությունները արվել են այն ժամանակ, երբ նա նույնիսկ քաղաքապետ չի եղել։ Այսինքն այնտեղ կա հատված եւ իր փաստաբանական թիմը հենց սրա վրա է խաղում, որ մենք այն հայտարարությունները, որ արել ենք, ինքը քաղաքապետ չի եղել, ոնց կարար կաշառք վերցնել, բայց այստեղ երկու հանգամանք կա։ Եկեք չմոռանանք, որ եւ որ դուք ասում եք ժուչոկապետություն, բոլոր ձայնագրությունները արվել են դատարանի որոշմամբ։ Մենակետի նկատի չունեմ։ Հիմա ես ասեմ, որ գործի շրջանակներում որտեղից են դուրս եկել Սրբազանի դիտարկելու ենք հոգեբանների թեման։ Սկսենք ավարտենք Գյումրու քաղաքապետի թեման։ Գյումրու քաղաքապետին սկսել են գաղտնալսել, քանի որ ինչպես Գյումրու քաղաքապետը ինքը ի ցույց դրեց իր կապերը Սրբազան շարժման եւ մյուս անդամների Միքայել Աճապահյանի եւ քանի որ նրանք բոլորը դատարանի որոշմամբ գտնվել են օպերատիվ հետախուզական գործողությունների ներքո, այսինքն դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ իրականացվել է գաղտնալսում, այդ շրջանակներում իրավապահ մարմինների մոտ հայտնվում են նաև Վարդան Ղուկասյանի այդ հեռախոսազրույցները, որտեղ այդ հատվածն է, երբ ինքը քաղաքապետի տեխնացու չի, բայց խոսում է, որ սենց արեք, գցեք բանի ԿՊ-ի վրա, սենց անենք, գցենք սրա վրա եւ այլն։ Հետո գալիս է արդեն քաղաքապետ դառնալու շրջանը, որից հետո
շարունակվում են գաղտնալսումները նրա նկատմամբ, ակնհայտորեն ես սա ուղղակի վերլուծում եմ այն հրապարակային ինֆորմացիան, որոնք փաստերի վրա են հիմնված, որի շրջանակներում արդեն բացահայտվում է, որ կեղծվել են փաստաթղթեր, ինքնակամ շինություններ ուրեմն չքանդելու, այդ պարտականությունը չկատարելու եւ այլնի հետ կապված, այդ թվում եւ կաշառք պահանջելու թեմայով։ Սա է վերագրվում Վարդան Ղուկասյանին եւ սա ցույց է տալիս մի բան, որ անկախ ամեն ինչից, որ եթե նույնիսկ ես եմ ասում, որ այս ամբողջը ազդված է նախընտրական ուրեմն տրամաբանությամբ, միևնույնն է իրավական գործընթացները, որոնց կիզակետում հայտնվել է Վարդան Ղուկասյանը, շատ ավելի հետ են գնում, այսինքն դա եղել է մինչև իր քաղաքապետ դառնալը, եւ որ ինքը ենթադրենք հիմնավոր կասկածային շրջանակներում գաղտնալսվել է իր առնչությունները սրբազան շարժման հետ բարձելու առումներով։ Հետո բարձվում է, այդ իր ձայնագրության մեջ կա քրեորեն պատժելի արար։ Հետո շարունակվում է, հետո նա ընտրվում է ուրեմն ընտրություններում եւ որից հետո արդեն որպես քաղաքապետ քննարկում է այդ իմ ասած դրվագը, որը վերագրվում է կրկին իրեն եւ ասել այսքանից հետո, որ այս ամբողջը քաղաքական կամ նպատակային պարոն Սուրենյան, այդքան էլ ամբողջ պատկերի մասին չի վկայում։ Հետևաբար ձայնագրությունները գոնե Վարդան Ղուկասյանի պարագայում եղել են օրինական, այսինքն դրանք եղել են դատարանի որոշմամբ եւ դա կասկածի տակ չի դրվել նրա փաստաբանական թիմի պաշտպանների կողմից։ Նրա նկատմամբ գործողությունները, իրավական գործողությունները ունեն ավելի վաղ նախապատմություն, քան վարչապետի հայտարարությունները, որովհետև ես վստահ եմ եւ քանի որ դուք հիշեցիք ձեր մասնակցությունը, ես էլ ասում եմ, մենք էլ Եվրոքվեի շրջանակներում մասնակցում ենք Լևոն Բարսեղյանի քարոզարշավին եւ ընտրություններից քվեարկությունից 1 օր առաջ երբ բոլոր ուժերը այդ թվում եւ մենք Լևոնի համար ֆինալային, այսպես ասած, վերջին նախընտրական բանն էինք անում, ես զգուշացրել եմ Գյումրիի ընտրողներին։ Կարող եք գնալ եւ գտնել իմ ելույթը։ Ես դա գրառում եմ, ասել եմ, այս ուրեմն ընտրությունը ավարտվելու է տխուր այն առումով, որովհետեւ եթե մարդկանց թվում է, որ իրանք քվեարկում են ԿՊ-ի դեմ, ապա Վարդան Ղուկասյանի տված քվեն հենց ԿՊ-ի օգտին տրված քվեն ալնելու, որովհետեւ բավական է մի քննիչ այցելի նրան, ինչը որ սпасելի էր այն ժամանակ եւ ես դա ասել եմ, բավական է մեկ քննիչ այս քննվող գործերի շրջանակներում այցելի Վարդան Ղուկասյանին եւ չեք ունենալու Վարդան Ղուկասյանին։ Հիմա լսենք նաեւ պարոն Սուրենյանցին։ Ընտրեմ լսենք։ Ուրեմն ձեր կողմից պաշտպանվող Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Մենք պաշտպանում Լևոն Բարսեղյանին։ Չէ, գլոբալ։ Որ հին համակարգի ներկայացուցիչները կապիտալիզացվել են քաղաքական դաշտում։ Նիկոլ Փաշինյանը։ Երբ որ նախկիներից որևէ մեկը լուռ է, բիզնեսով է զբաղվում, տարբեր ոչ մի խնդիր չունի իշխանության հետ։ Նույնիսկ կարող է շատ սահուն ԿՊ շարքեր անցնի։ Այ վտանգ առաջանում է, երբ որ նախկիներից որևէ մեկը քաղաքական հայտ է ներկայացնում։ Տասնյակ օրինակներ կարող են բերել, տասնյակ։ Եվ հիմա էլ նույն այդ ներկա նախկին պլաստինկան է միացրել Նիկոլ Փաշինյանը, որտեղ իսկապես հին համակարգի շատ գործիչներ իր ջանքերի շնորհիվ դառնում են գլխավոր ընդդիմադիր ուժ եւ հետո իրանք խոցելի են, իրանց դեմ շատ հեշտ է Նիկոլ Փաշինյանը կամպանիա տանում։ Այս Նիկոլ Փաշինյանի Վարդան Ղուկասյանի դեպքում ավելի շուտ է սկսվել։ Ես էլի եմ կրի, բայց դուք ինքներդ ասեցիք, թողեք ես կարծիքս ասեմ, որ սրբազան պայքարի ընթացքում գաղտնալսել են, իսկ ինչ էին սրբազաններին գաղտնալսում։ Մի բան էլ ես ձեզ ասեմ։ Այդ տեսագրություն, ձայնագրություն շատ չասենք, հա տեսանք Բագրատ Սրբազանի ձայնագրությունների հերոսանից։ Ինչը տեսանք։ Ինչը տեսանք։ Բայց ահաբեկչությունն է պլանավորել, չգիտեմ ինչ արել, մարդուն հետո մի ձայնագրության վրա անեղության կանխավարկածը որտեղ։ Մենք երգիր եք թե Նիկոլի Դուկյան ենք։ Պարոն Սուրենյան։ Մի հատ ձայնագրության վրա նրանց վերագրվում։ Մի հատ ձայնագրություն, ոչ, վերդիկտ են կայացնում իշխանության։ Ո՞նց եք պատկերացնում անեղության կանխավարկածի, այսինքն ոչ մեկ Այսինքն եթե չկա, եթե հենց Տիգրան Ավինյանի մասին ենք խոսում կոռուպցիայի, ասում են խի դատական վերդիկտ կա որ Տիգրան Ավինյանի մասին։ Եվ դատախազը մտնում ազգային ժողով։ Դատախազը տասնյակ դեպքերում փաստեր է կեղծել։ Տասնյակ դեպքերում։ Հենց նույն Բագրատ Սրբազանի բանը գործի վերաբերող ձայնագրությունը մոնտաժված է։ 2000 ժամ ձայնագրությունից բերվել են այն հատվածները, որոնք վկայել են ահաբեկչություն բառը կա մի շոտ բան։ Հարգելի Ստեփան, մի բան կա, մի հստակ բան կա,
Բոլոր գործերը հստակ քաղաքական միտում ունեն։ Հստակ էլի Դավիթ Համբարձումյանին չեմ պաշտպանելու։ Մի րոպե, էլի բան ասեմ։ Կգա դատական նիստը, պարոն Սաֆարյան։ Բայց փաստը դա է։ Մի բան էլ ձեզ ասեմ, նույն Դավիթ Համբարձումյանը, որ էլի ես չեմ համարում, որ մարդը եթե հանցանք արե, պիտի անպատիժ մնա։ Բայց 4-ից 7 տարվա հոդվածով 4-ից 7 տարվա կրկնում եմ 7 տարի դեպքերից հետո մարդուն տանել հատուկ համայր առավելագույն պատիժ տալ, որ համաներման տակ չընկնի, ու սա համարեք, որ մի րոպե, ես դուք որ խոսում եք չէ ընդհատում, չնայած մի շարք բաների հետ համաձայն չեք։ Էլի եմ կրկնում, ես այն կարծիքի չեմ, որ իրան բռնել են, որտեվ իմպիչմենտի թեկնածու էր, որտեվ այդ process-ը չկա էլ։ Ես այն կարծիքի եմ, որ թիմ համակարգը վերահսկողության տակ վերցնելու խնդիր են լուծում։ Երկու ընտրված թիմ ղեկավար ունեինք այս տարի 2025 թվականին։ Մեկը բանտում հայտնում է, մեկը գերեզմանում։ Այս այս պետության ժողովրդավարական ցուցիչը։ Համաձայն եք, որոնք համաձայն չեմ, կատեգորիկ համաձայն չեմ, որովհետև տեսեք, ձայնագրությունները անընդհատ պաշտպանների կողմից էլ, հիմա էլ իմ կողմից հարգված պարոն Սուրենյանցը անդադ խոսում է, որ մոնտաժված են, կեղծված են, Գառնիկ Դանիելյան ասում էր արհեստական բանականությամբ են պատրաստված, չգիտեմ Civic AM-ի նկուղում են պատրաստված եւ այլն։ Հիմա նույնիսկ եմ կրկնում 2000 եւ ավելի ժամ գաղտնալսվել են սրբազան շարժման անդամները։ Գաղտնալսվել են, որովհետև ակնհայտ է եղել բոլորի համար, որ անցած տարվա ձախողումից հետո շարժումը անցել է ռադիկալացման փուլ։ Եվ ցանկացած իրավապահ համակարգ, այո, պիտի աչքը վրան պահեր, որովհետև երբ որ տեսնում ես քաղաքական նպատակներով այդ ագրեսիվ շարժումը չի կարողանում իր խնդիրները լուծել, բնականաբար անցնելու է բռնության։ Նստել են եւ դատարանի որոշմամբ գաղտնալսել են 2000 ժամը դատախազը չեր բերելու 2000 ժամ սղագրությունները ամբողջությամբ պարլամենտում քննարկել բերել է այն հատվածները, որոնք վկայել են հիմնավոր կասկածը ապացուցող փաստերի ու դրա հիմա ազգային ժողովը հայտարարություն ընդունել, պարոն Սաֆարյան։ Հələ որ մենակ բանը տար։ Նայեք, ես քաղաքական գնահատականի հայտարարություն ընդունել, որտեղ ահաբեկչությունը արդեն կպցրել են այդ մարդուն։ Ես քաղաքական ես դրա մասին չեմ խոսում։ Բայց դրա մասին։ Դե գիտեք ինչ, մյուս կողմել քաղաքական, այսպես ասած, ուժ ա եղել, քաղաքական process-ն իր հետևից ա գնացել, բայց այս ամեն ինչի տակ անտեսել իրավական process-ը եւ ասել իրավական փաստերը մոնտաժված են։ Կտեսնենք։ Այդ նույն բառերը ասում էր Ռոբերտ Քոչյանի պաշտպանը Արեն Հիմա բայց Ռոբերտ Քոչյանից չենք խոսում։ Ռոբերտ Քոչյանից չենք խոսում։ Ես հոգարտացել եմ։ Ես Վարդան Ղուկասյանի գործը չասեցի, չէ՞ Փուչիկի պես կտա։ Հիմա ես ասում եմ, որովհետև 20-ից ավել մարդ է ձերբակալված, չի կարա դա Փուչիկ լինի, որովհետև ճարտարապետը ձերբակալված, Վահան Հովհաննիսյան գումարած 30 գործի ժամանակ ավելի շատ։ Հիմա վերադառնամ այս գործին։ Արագ անցում անենք, որովհետև պետք է նաև հոգեվորականների թեման քննարկենք։ Հիմա բանի թեման Դավիթ Համբարձումյանի թեման։ Այո։ Դավիթ Համբարձումյանի թեման, այո, ճիշտ եք, տարիներ շարունակ քննվում է։ Եվ ես գոնե այն մարդն եմ, որը այս 6 տարի աղաղակում է դատաիրավական համակարգի վիճակի մասին։ Գիտեք ինչու, որովհետև ես գործեր ունեմ, այդ թվում եւ քրեական։ Ես եմ մի հատ գործ ունեմ 3 տարի։ Իմ վրա կատարված, իմ բրական դեմ կատարված հարձակումը 19 թվականի գործ է, բայց 3 տարի է։ 19 թվականի հոկտեմբերի 6-ին, դա սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել, առ այսօր այդ գործը քննվում է։ Հիմա նույն տրամաբանությամբ հայրենի փառապանց իրավապահ մարմիններ եւ քննչական կոմիտեն, ինչպես որ 7 տարի է քննում է իմ գործը, այդ նույն ձևով էլ քննել է Դավիթ Համբարձումյանի գործը։ Մանավանդ Դավիթ Համբարձումյանի դեպքում նրա հետևում կանգնած քաղաքական ուժը չափազանց քաղաքականացրել է այդ գործը, իրան դարձրել է վարչապետի թեկնածու, որպեսի ինչպես բացան, այդ կարծիքի չեմ։ Ուրեմն տեսեք, այնքան նման պաշտպանված դարձնի քաղաքականության հետևում։ Մի հատ X պահը միջև մի հատ X պահը, հարգելի Ստյոպա, այնքան վստահ է եղել դատական համակարգը, որ ազատազրկում չենթադրող վճիռ է տալու Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կարդալու։ Ասենք որ 5 տարի 5 ամիս էր կարդում օրինակ կամ 6 ամիս ամնիստիայով դուրս էր գալու, դա արդարացում չի իհարկե։ Բայց համաներվում էր եւ չեն այնքան վստահ են եղել, որ ազատազրկում ենթադրող որոշում չեն
նշանակելու, որ դատավարության ընթացքում ազատ ելումուտ ունեցել երկրից դուրս երկրից ներս։ Այսինքն վերջին պահին Նիկոլ Փաշինյանը որոշել է վրեժ խնդիրը լինել։ Իմ գործով կասկածյալներից մեկը, որը հետախուզման մեջ է եղել, Այսինքն, պարոն Սաֆարյան, դուք հիմնավորում եք իմ ասածը։ Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատները հավաքած, գործերը շարած, սպասում է։ Երբ որ իրան պետք է ինչ-որ մեկին պատժի, այդ գործը հանում է։ Ստեփան Սաֆարյանի գործը կարևոր չի իր քաղաքական շահերի համար, տարիներով կձգվի, կամ Սուրեն Սուրենյանցինը։ Այ ինչ-որ մեկին պետք է պատժել։ Սա էլ է ձգվել։ Հիմա է պետք է Սուրենյան, շնորհակալություն, պարոն Սաֆարյան, շնորհակալություն։ Այդուհանդերձ ոչ միայն այս թեմաներն էին քննարկվում եւ աղմկոտ, այլև հոգեվորականների եւ իշխանության ներկայացուցիչների միջև հակասությունը։ Այս թեման հավատքի թե նորից քաղաքականության դաշտում է։ Շատ կարճ դիտարկենք սա, անցնենք քաղաքացիներին եւ շարունակենք։ Սա բան է, շատ պարզ ծրագիր, հակաեկեղեցական ծրագիր է։ Գիտեք, իմ համար սա առաջին հերթին իրավունքի խնդիր է, նոր ինքնության խնդիր է, բայց առաջին հերթին իրավունքի խնդիր է։ Խնդրեմ Նիկոլ Փաշինյանը ուզում է եկեղեցու ռեֆորմով զբաղվի, ոնց որ ինքն է ասում։ Խնդրեմ թող հրաժարական տա, հրաժարվի վարչապետի պաշտոնից, որտեղ Սահմանադրության 17-րդ հոդվածով նրա գործողությունները սահմանափակված են։ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ սահմանում է եկեղեցու անջատ լինելը պետությունից, որպեսզի մեր հասարակությունը ճիշտ հասկանա, դա համարյա նույնն է, որ մի հատ ՀԿ-ի կուսակցության ներքին գործերին կուսակցության բանը իշխանությունը միջամտի։ Սա մի րոպե, հիմա էլ ինստիտուցիոնալ անպամոնտաժման փուլ ենք մտել, որտեղ հովանավանքը հակահայրապետական որջա սարքել Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալություն։ Ուրեմն, քանի որ համատվեց հասարակական կազմակերպության գործունեության մեջ մտնել, այո, պետությունը, երբ հայտնաբերում է խախտումներ, այդ թվում իր շրջանակներում գործող։ Բայց սա իր տիրույթը չէ։ Հիմա նայեք, ով ասեց, լսում ենք։ Կուսակրոնության իրավունքը գտնվում է բացառապես եկեղեցական ինստիտուտների բանի տակ։ Պարոն Սուրենյան, այդ թեման դեռ կքննարկենք ավելի ուշ։ Գալիս եմ դրան այլ ռակուրսից, որովհետև եղել է Civiltas-ի գործը, որը հանցմանի փողերի ուրեմն լվացման հետ կապված 2012 թվական պետությունը ինքը ոչ մեկ չէր շահում։ Մի րոպե Պարոն Սուրենյան, լսենք, որպեսզի կարողանանք ժամանակ, որ պետությունը նաև կարող է մտնել հասարակական կամ կրոնական կազմակերպության կողմից թույլ տրված իրավախախտումների դաշտ։ Սա հավատքի թե քաղաքականության Վարդանոսյանի Civiltas հիմնադրամի, որը ես ուզում եմ ասել, որ այդքան էլ աննախադեպ բան չի Հայաստանի աննախադեպ է, որտեղ Civilnet-ը սահմանադրական կարգավիճակ չի ունեցել։ Սա աննախադեպ է, պարոն Ես համաձայն եմ, որ ինքը սահմանադրության մեջ 18-րդ հոդվածներ ունենք։ Ես համաձայն եմ, որ սահմանադրական ինստիտուտի հետ գործ ունենք։ Հենց դա եմ ասում։ Ուրեմն նայեք, քաղաքական է թե ոչ։ Քաղաքական է։ Իսկ ինչու է քաղաքական, գիտեք, որովհետև եկեղեցին բացահայտ հայտարարել է եւ բազում իրավագետներ հիմնավորել են, որ եկեղեցին կարող է զբաղվել քաղաքականությամբ։ Եվ արդյունքում ով է դուրս եկել իր գործունեության տիրույթներից եկեղեցին։ Ումա ձեռնոցները քաղաքականության սուբյեկտի, գործող իշխանությանը։ Քաղաքականության սուբյեկտը ով է ընտրված, ժողովրդի կողմից ընտրված առաջնային մանդատ ունեցող իշխանությունը։ Ով է եկեղեցին չընտրված մանդատ չունեցող ժողովրդի եւ քաղաքական համակարգի սուբյեկտ չհամարվող մեկը, որը դուրս է եկել իր տիրույթներից եւ արդյունքում ունենք, այո, քաղաքական երկու սուբյեկտների բախում, գործող իշխանություն, որը ունի ընտրված է եւ ներկայացնում է աշխարհիկ պետություն եւ կրոնական կազմակերպություն, որը տարանջատված է պետությունից սահմանադրորեն, բայց ասել է ես զբաղվելու եմ քաղաքականությամբ։ Հիմա տեսնենք այդպես են կարծում քաղաքացիները եւ շարունակենք։ Կեղ գրած չի, որ որևէ հոգեվորական իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել։ Սահմանադրության 17-րդ հոդվածը կաշկանդում է պետության եկեղեցու կյանքին միջամտելու հնարավորությունները։ Եկեք սխալ չմեկնաբանենք այդ։ Մենք լսենք նաև քաղաքացիներին եւ շարունակենք։ Վարքագիծ եւ քաղաքական դիրքորոշումները մի նույնացեք եկեղեցու հետ։ Ես չեմ նույնացնում, որ դա եկեղեցու դեմ է, որովհետեւ եթե ռազմական հեղաշրջման կոչ արել է Պարոն Սուրենյան, պարոն Սաֆարյան, Միքայել Սրբազանի, պարոն Սուրենյան, պարոն Սաֆարյան, լսենք քաղաքացիներին եւ այս քննարկումը կշարունակենք։ Օրենքը ասում այդպիսի կարծիքը հանցագործում։ Լսենք քաղաքացիներին։
Այսօր չեմ կարող կողմնորոշում, որն է ճիշտ եւ որը սխալ։ Այս պետությունն է, որ ուզում է որ ժողովրդին վախեցնի, որ եկող տարվա ընտրություններում մեջ ինքը կարողանա ինքը տիրապետի։ Ընտրությունների հետ չեմ կապում։ Երևի ընտրությունների համար են անում։ Նորմալ գործընթաց է։ Երևի մաքրվում է ճանապարհներ, Բայց առանց ընտրություններին են։ Երևի հասունացել է ինչ-որ բան։ Աղբով չեմ ուզում գլուխս լցնել։ Ես սենց Գյումրիից եմ, իհարկե վատ է, ամեն ինչ ավելի լավ կլիներ, որ երկրում հարմոնիկ լիներ։ Չէ հուշում, որ երկիրը կարգի պիտի բերեն։ Անապահով եմ ինձ զգում։ Ահավոր վիճակ է։ Հաղթապուկներին պետք է մաքրեն, ովքեր թալանել են մեր երկիրը։ Ինձ անձամբ դուր չի գալիս ամեն ինչը։ Ոնց են ասում։ Նետա դիմյա բեզագնյա, եթե ինչ-որ բան չլներ, իմ կարծիքով չէին ձերբակալի։ Պես բան չի կացա վտանել։ Նույնիսկ եթե սխալ էին իրանք, ում որ ձերբակալել են, այդ ամեն ինչ պետք էր արվել ավելի ցևիլ ձևով։ Եկեղեցականները անշուշտ մեղավոր են 100%, բայց ինստիտուտը կոտրել չի կարելի։ Այն էս խառը ժամանակ, այ մարդ դա ծիծաղելի է, դրա մասին ոչ մի խոսք։ Իմ աղբերս կահաննա է հարազատ աղբերս։ Հագասում է ինձ ես եղելությունը որ եղավ ինչ որ, բայց այդ վեապար չի։ Ինչ քննադատություն կա, նրանք տեղին է։ Կաթողիկոսը վրա շարեն եկում, գիտես չի կարելի։ Շատ շուտվանից բոլորը գիտեին, միջև հիմա չգիտես թե ինչի այդ ամեն ինչը նորմալ էր, հիմա դարավ աննորմալ։ Այդ մարդը իր բարդության վրա չի, սա կախված չի Նիկոլ Փաշինյանից։ Հիմա եք բանանում 26 տարի հետո ասում եք որ էս բանն է արել։ Էսի համար մեր ազգի համար ամոթ է։ Իսկ դու վեապարը եթե ինքը բարձ ազնվորություն է, ինքը ապրում է ժողովրդի հոգսերով ինքը պիտի հեռանա։ Եկեղեցականները շատ եզրակացություններ ունեն անելու, շատ։ Տեր Արամը իրավունք չուներ ինչ-որ ծես կամ արարողություն կատարելու միանշանակ, աներկբա։ Կեվարականների գործն է, դա իմ գործը չի, իսկ չի դա։ Էսի շարունակություն չունի, այսինքն գիտես, հա պետք է սպիրտնալ, որոշ թեև կանգնի, մտնի այս տաշտի մեջ։ Մի անգամ ըմբոստացանք, լիմիտը ավարտվել է։ Ոչ թե չենք հավատում ոչ մեկին, այ իսկականից էներգիան ներսում ավարտվել է։ Սա պետք է ինչ-որ իսկականից օրենքի տառով լինի։ Ես իմ հույսը ընտրություններն է, գիտես։ Հիմա իրար հակադրվող հարցերը հետևյալն են թեզերը՝ հոգևոր բարենորոգում կամ իշխանության միջամտություն։ Հիմա այս թեմաների մեջ, որ դիտարկում ենք, որն է այսպես առաջնային դառնում։ Որպեսզի Պաուսոյանցին չմեղադրի իշխանություններին պաշտպանելու մեջ, ես ասեմ, որ ճանաչում եմ այն խնդրի լեգիտիմությունը, որը պիտի լուծվի, եւ դա եկեղեցու բարեփոխումն է, եւ դա եկեղեցու վերադարձն է իր սահմանադրական տիրույթներ, որպեսզի ինքը իր հոգևոր ծառայությամբ զբաղվի եւ չխառնվի պետական կառավարման, որովհետեւ ինքը ոչ սահմանադրորեն, ոչ պետության եւ իրավունքի ժամանակակից տեսությամբ չի թվարկվում պետական բարձրագույն իշխանության մարմինների կազմում, չի համարվում օրենսդիր, գործադիր դատական իշխանության մաս, չի իրականացնում ընթացիկ կառավարում, չի իրականացնում ռազմավարությունների մշակում եւ սահմանում պետության եւ հասարակության համար։ Հետեւաբար ինքը պիտի ուղղակի վերադառնա իր տեղը։ Բայց այս ամեն ինչը ասելով ես ընդունում եմ, որ իշխանության առաջադրած խնդիրը լեգիտիմ է եւ դա այնպես չէ, որ այս իշխանությունն է դրել դրա համար պետք է լեգիտիմ համարել։ Այդ խնդրի մասին շատ խոսողներ են եղել անցած տասնամյակներում, բայց մեթոդների հետ ես այնուամենայնիվ ունեմ վերապահումներ եւ չէի ցանկանա ինչպես իմ շատ համերկրացիներ եւ համակարգացիներ, որ այս զարգացումները գնային։ Ես շատ կուզենայի, որպեսզի կրոնական համայնքը, եկեղեցական համայնքը, մեր հոգևոր դասը հավաքվեր իր ներսում, պարտադիր չի ուղիղ եթերներով, օնլայն քննարկումներով եւ այլն, հավաքվեին եւ հասկանային այս խնդիրները։ Ի վերջո, տեսեք, կարգալույծը արվում քահանա եւ նրան ոչ իրավապաշտպանները կարող են պաշտպանել, չէ՞ պաշտպանում են հանուն արդարության, որովհետեւ մեկը չասեց, որ գիտեք, այնտեղ իրավունք կարա խախտված լինի Տեր Արամի պարագայում կարգալույծության հետ կապված, որովհետեւ այդտեղ էլ ամեն ինչ միարժեք չի։ Ոչ եկեղեցին ինքը ունի իր ներքին, այսպես ասած, դատական արդարադատության համակարգը, որպեսզի մարդիկ բողոքարկեն։ Կաթողիկոսին պարզվում է հրաժարական հայտնելու մեխանիզմն էլ չկա, որովհետև գերագույն խորհուրդը չկա։ Եկեղեցական խավը լավ կլինի, որպեսզի մենք չխոսենք, որ իշխանությունը միջամտում է, որպեսզի մենք չխոսենք, որ իշխանությունը ուզում է իր կաթողիկոսին դնել,
ամենալավագույն սցենարը նա է, որ այս ստեղծված իրավիճակում օր առաջ եկեղեցական խավը հավաքվի եւ իր ներսում քննարկի եւ տալուծումներ կուսակրոնության խախտման վերաբերյալ, որտեղ աննորմալ բան է, հասկանում եք, եթե գերավոր ընդհանրակարգերում ունես կուսակրոնության խախտման կուսակրոնության արգել կաթողիկոս դառնալու համար եւ որ ամիսներ շարունակ խոսում են կին ունի, երեխա ունի եւ որևէ հերքում չկա, հասկանում եք, սա նորմալ բան չի, սա նորմալ վիճակ չի եւ այս հարցերը պիտի քննարկի հոգեվոր դասը իր ներսում հավաքաբար։ Այստեղ որտեղ եք համաձայն, որտեղ համաձայն չեք։ Որ հոգեվոր դասը ներսում պիտի բազմաթիվ խնդիրներ քննարկի, որ մեր եկեղեցին ռեֆորմի կարիք ունի։ Դա ակնհայտ է։ Բազմաթիվ խնդիրներ կան, որ տասնամյակներով խոսվել են, ի վերջո աշխարհն է փոխվում եւ այդ մեծ ինստիտուտը ինքը պիտի ադապտացվի ինչ-որ նոր իրողությունների։ Դա միանշանակ է, մի խոսքով մի րոպե կներեք։ Դա միանշանակ է, որ եկեղեցին ներսում լիքը քննարկելու բան ունի եւ բարեփոխվելու անհրաժեշտություն ունի։ Սա աներկբա է։ Որևէ մեկը դրսից մանավանդ գործադիր իշխանության լծակներ ունեցող իրավունք չունի ուղղորդել կամ առավել եւս թելադրել այդ փոփոխությունների օրակարգը։ Սա եմ ասում, սա չի հասնելու եկեղեցի բարեփոխման, այլ տեղ է տանելու։ Իսկ որտեղից է գալու այդ բարեփոխման պահանջը։ Բարեփոխման պահանջը ես այս հարցում զրուցակցից հետ համաձայն եմ, դա առաջին հերթին եկեղեցու ներսում պիտի քննարկում լինի։ Առաջին հերթին եկեղեցին ներսում պիտի այնպիսի մեխանիզմներ ստեղծի, որ այո, եւ այդ հոգեվորականների մեջ էլ չկա, եւ այդ սերնդափոխության խնդիրը հաշվի առնի, եւ հասարակության այդ կոմունիկացիայի խնդիրները լուծի, այո, պիտի քննարկվեն կուսակրոնության ուխտի հետ կապված հարցեր, հնազանդության ուխտի հետ կապված, սրանք շատ լուրջ թեմաներ են։ Տեսեք, օրական տասնյակ մամուլի հրապարակումներ կա միջազգային ԶԼՄ-ներում, Վատիկանում տիրող բազմաթիվ բարքերի մասին, մանկապղծությունից մինչև ֆինանսական չարաշահումներ։ Բայց կաթոլիկ ամենամեծ պետության մտքով չի անցնի, օրինակ, Վատիկանը նկատի չունեմ, այլ պետություններ, որտեղ ասենք հոց բազմություն ապրում կաթոլիկների, միջամտել Վատիկանի գործերի։ Բայց քրեական գործեր են հարուցվում, կարգալույծ են արվում։ Առանձին բաների դեմ։ Բա հենց մեխանիզմը աշխատում է, որ դրա համար ողջ չկա։ Ողջ չկա, որտեղ մեխանիզմը աշխատում է։ Մեր մոտ մեխանիզմը չի աշխատում։ Մեր մոտ կա սահմանադրության հոդված, որը գործադիրին արգելում է, իշխանությանը արգելում է միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Բայց մենք ամբողջ օրը տեսնում ենք վարչապետի պարբերական դարձած գրառումները թեմայով։ Կարանես տպավորություն ունի, որ այս երկիր էլ դա գրառումները դեռևս դժվար է որակել որպես միջամտություն, պարոն Սուրյանյան։ Վարչապետն է անում դա։ Ինչ կապ ունի։ Բանի անձի երկակիությամբ այդ մարդը չի տարապում։ Քաղաք այդ մարդը քաղաքականության խառնված եկեղեցի ունենք, ուրեմն քաղաքական չէ, այս բանը, պարոն Սաֆարյան։ Չէ, ուզում եմ ասեմ, քաղաքական տրամաբանությունից հասկանալի է ինչ է կատարվում։ Նորմալ չի որ եկեղեցու միջնորդը չի Նիկոլ Փաշինյանը, որ որոշի եկեղեցու ով դա չեմ ասում։ Կարգալույծ եղած ով ոչ։ Քաղաքականության հայտ Նիկոլ Փաշինյանը իրան դրել է Աստծո եւ եկեղեցու միջնորդի տեղ, սա սարսափելի է։ Մենք 21-րդ դարում ենք ապրում։ Մեր եկեղեցին ճիշտ եք ասում, մեր եկեղեցու գնացել է հովանավան կասում փառաբանելու փոխարեն իրան են փառաբանում։ Նայեք։ Սա խայտարակություն է։ Ամենևին հաճո տեսարան չի, որ ես ասեմ այո, բայց եթե նույնիսկ վերադառնում են թեզին, եթե եկեղեցին ինքն ամտեն քաղաքականության դաշտ, ապա process-ը արդեն քաղաքական է լինելու։ Եթե եկեղեցու ներսում չկա խնդիրների լուծման մեխանիզմ, կոնֆլիկտների լուծման մեխանիզմ չկա, վեճերի լուծման մեխանիզմ չկա, բողոքարկման մեխանիզմ չկա։ Չէ, բողոքարկման մեխանիզմ կա։ Որտեղ կա։ Այլ խնդիր է, որ հոգևորականներից որևէ մեկը երևի դրանից չի օգտվում։ Այդ նույն հանձնաժողովը ուրեմն չկա։ Ասում եմ, այդ նույն տերարամը հնարավորություն ունեց բողոքարկելու։ Բողոքարկման մեխանիզմ կա։ Չկա բողոքարկման։ Կա, չի բողոքել։ Կա կանխամտածվածություն է, կարծեն նրանց մոտ կա, չգիտեմ ինչ պատճառ։ Հիմա ես չգիտեմ ներքին մեխանիզմների ոչ մասնագետ չեմ այդ հարցերում, բայց տեսանելի է, որ երկու երիտասարդ սերնդի հոգևորական դուք ճիշտ բան օգտագործեցիք, եւ ասեցիք ժամանակները փոխվում են։ Դուք նկատել եք, որ ընդվզողները երիտասարդ սերնդի են։ Երկու հրապարակված ձայնագրություններ եւ այս փաստերը ցույց են տալիս, որ երիտասարդ սերնդի հոգևորականները, կարա շատ վարկածներ ունենա, բայց այն, որ երիտասարդ
տենդի հոգևորականները այլևս չեն ուզում, որ իրենց զորով, զաստավիտով տանեն հանրահավաքների, ինչպես մնացածին են տալիս, որ նրանք չունեն այն տաբուները, որը ունի ավելի ավագ տենդի հոգևորականը։ Վտանգավոր բան արել, պարոն Սաֆարյան։ Խրախուսել է լեգիտիմության ճգնաժամը։ Վաղը մյուս օրը, երբ որ իր դիրքերը սկսեն սասանվել, ինքը ինչ-որ մեկին պաշտոնան կանելու։ Այդ ինչ-որ մեկը մնալու է իր կաբինետում։ Կամ մի 10 օր հետո, կամ 10 ամիս հետո մի հատ պոտենցիալ ընդդիմադիր գործիչ, մի հատ ճոխ շենքում նստած իրան նրճակելու է վարչապետ։ Ես ասացի, որ ես ուրախ չեմ, որ զարգացումները այս ճանապարհով են գնում եւ չեմ ողջունել եւ չեմ ողջունում։ Բայց նորից եմ կրկնում, տեղի ունեցող ունի բացատրություն այնքանով, որ որևէ մեկը եկեղեցու ներսում չի էլ փորձում լուծել այս խնդիրները։ Այդ ուրիշ, որ եկեղեցականները դարձում հապաղում են։ Ամբողջ բոլորին պահում է գրգռված վիճակում։ Հիմա տեսեք, մենք տարբեր հարցեր քննարկեցինք, քաղաքապետեր, հոգևորականներ, Հայաստանում գրեթե ամեն ինչ քննարկվում է, միայն քաղաքական տիրույթում է կարծես թե քննարկվում եւ դիրքավորումներ են լինում քաղաքական տիրույթում։ Առաջիկա ընտրությունները ինչպիսի օրակարգ կարող են ձևավորել նկատի ունենալով այս ամենը։ Ես ճիշտ ասած օր առաջ կուզենամ, որպեսզի եկեղեցին ետ քայլ կատարի, գիտեք, մի փոքրիկ դրվագ պատմեմ, էլի։ Տեսեք, ես պատերազմի շրջանում դրանից առաջ ճակատագրի հեգդանքով դարձա հանրային խորհրդի նախագահ։ Այդ մարմինը ինքներդ գիտեք, որ ինքը նույնպես քաղաքական համակարգի սուբյեկտ չի, որովհետև ինքը կոչված է սոցիալ-տնտեսական եւ սոցիալ-տնտեսական խնդիրներն լուծում, որովհետև տրամաբանությունը այնպեսին է, որ այդ մարմնին թողեն միայն սոցիալ-տնտեսական հարցեր, որովհետև քաղաքական հարցերով քաղաքական համակարգն է զբաղվում։ Ուզում ես զբաղվել իշխանության փոփոխության խնդիրներով, գնա գրանցվի կուսակցություն, գնա անդամակցի կուսակցության։ Դա բոլոր այլ երկրներում կոչվում է սոցիալ-տնտեսական խորհուրդ։ Այդ մեր մոտ է մի քիչ ճռճռան անուն դրված հանրային խորհուրդ։ Հիմա այդ խորհրդում կար նաև եկեղեցու ներկայացուցիչ, շատ բարձրաստիճան ներկայացուցիչ, Նաթան Սրբազանը։ Այդ մարմինը ստեղծված էր կառավարությանը խորհրդատվություն ներկայացնել, պատերազմից հետո առավել եւս հանրային այս դիմակայության խնդիրների լուրջ խնդիր կար, ներքին կայունության խնդիրներ կար, սոցիալական լիքը նոր բեռ կար, փախստականների խնդիր եւ այլ եւ այլ։ Եվ որ կազմակերպվեց հանդիպումը, ներքին նամակագրությունով որ տեղյակ պահեցի բոլորին, նամակ ստացա, գնում եք իր հետ ինչ քննարկեք։ Ինչու եմ սա այս էպիզոդը հարայնացնում, այս փոքր դետալը, որովհետև այն ժամանակ ոչ միայն հանրային խորհուրդներ փորձարվում իշխանության դեմ հանել, կառավարության դեմ հանել, այն մարմնի, որին կոչված է խորհուրդ տալ, խորհրդատվություն տալ, լավ խորհուրդ չէ, խորհրդատվություն տալ, այլ նաև եկեղեցին ինքը բացահայտ հենց պատերազմի շրջանում նոյեմբերի 10-ից սկսած, հասկանում եք, եղել է կառավարության դեմ տրամադրված սուբյեկտ, ունենալով վերաբերմունք, որ այս իշխանությունը պիտի փոխվի եւ սնուցելով բոլոր շարժումները։ Հիմա դուք ասում եք ընտրություններին, ես էլի եմ կոչանում եկեղեցուն։ Այն ժամանակ ինչ չլսեցին։ Ես այն ժամանակ եւ հանրային խորհրդինիստերում եւ հրապարակային իմ խոսքում հորդորել եմ՝ մի արեք, մի զբաղվեք, մուտք մի գործեք քաղաքականություն, դա ձեր տեղը չի։ Սահմանադրությամբ դուք իրավունք չունեք այնտեղ գործելու։ Դուք արտաքին քաղաքականություն թելադրել չեք կարող։ Դուք ներքաղաքական պայքարի եւ ներքաղաքական պայքարի սուբյեկտ չեք։ Օր առաջ ես ուզում եմ դուրս գալ, որովհետեւ տեսեք, մի բանը չանելը բերեց ողբերգության, բերեց դրան, որ եկեղեցականները ներգրավվեցին այդ ահաբեկչության քննարկումներում, որոնք վերագրվում են ըստ հրապարակված տեսանյութերի, մասսայական անկարգություններ կազմակերպելու քննարկումներում եւ այլն եւ այլն։ Այս ողբերգությունը, որպեսզի քաղաքացին ճիշտ ասեց, ինստիտուտը չջարդենք, որպեսզի ինստիտուտը չջարդվի եւ այս թեման գոնե իր հանգուցալուծումը ստացած լինի մինչև ընտրություններ, եկեղեցում պիտի կամ գտնվեն մարդիկ, որոնք առաջին պլան գան եւ ստանձնեն այս հանգուցալուծում, որպեսզի ընտրություններում այս թեման չլինի։ Նույն հարցը ձեզ, որը պիտի լինի ընտրությունների օրակարգին։ Ես հասկացա, որ ձեր հարցը ավելի գլոբալ համատեքստ է։ Այո, ոչ միայն հոգևորական։ Կարճ հոգևորին անդրադառնամ, ես կարծում եմ, որ եկեղեցին ռեֆորմների անհրաժեշտություն ունի, բայց դա եկեղեցու եւ հոգևորականների գործն է։ Իմ հարկատուների հաշվին վարձատրում են ոչ թե եկեղեցու սպասավորները, այլ առաջին հերթին վարչապետն ու մյուսները։ Հետևաբար ես առաջինը վարչապետից եմ պահանջում նահանջել եւ չհատել հակասահմանադրական գործունեության գիծը այս դեպքում, իսկ նա 100% խախտում է սահմանադրության 17-րդ հոդվածը, այդտեղ որևէ տարակույս գոյություն չունի, որևէ տարակույս։ Իսկ ինչ վերաբերում ընտրություններին,
Գիտեք, ես շատ կուզենայի, որ այս ընտրությունները նոր քաղաքական, նոր մշակույթ, նոր քաղաքական իրողություններ բերեն, այս ստատուս քվոն փոխվի, որտեղ այս ստատուս քվոն որ կա երկրում, պայմանական, հա, ասեմ, 3 խմբակցությունների ստատուս քվոն, խորհրդանի խմբակցությունների մասին եմ խոսում այս դեպքում, ինքը ցույց տվեց, որ մենք ունենք մեր պատմության ամենավատ խորհրդանը եւ մենք զարգացման իմաստով ունենք ամենավատ քաղաքական համակարգը, որտեղ այս կոնֆրոնտացիոն մոդելով, որ կա խորհրդանում եւ խորհրդանից դուրս, անկախ նրանից ով կլինի իշխանություն, ով կլինի դիմություն, երկրի զարգացման ճիշտ ճանապարհի վրա կանգնել չի կարող, երևի իմ խոսակիցն էլ կհամաձայնվի իմ հետ, որ մենք վաղուց Հայաստանում ծրագրային բանավեճ չունենք։ Ծրագրային հայեցակարգային, որ նստենք ու հաճույքով բանավիճեն տարբեր մոտեցումների շուրջ։ Դե դրա համար եմ ասում, այս արհեստական ստեղծված խնդիրները այս արհեստական խնդիրները հույս ունենանք խորհրդարանական ընտրություններում չեն լինի։ Շնորհակալություն, ինչի՞ չի հերոստատիտողը ձեր խոսքերից։ Հերոստատիտողը երբեք չկորցնի իր հավատը, երբեք առանձին հոգևորականներին վերագրվող արարքները չնույնացնի եկեղեցու հետ եւ հավատա, որ այս ամեն ինչը կունենա իր տրամաբանական հանգուցալուծումը։ Ինչի՞ չի հերոստատիտողը ձեր խոսքից խոսքերից։ քիշեմ, որ ես բոլորին կոչ արեցի մնալ սահմանադրական լիազորությունների շրջանակում, որպիսի ինստիտուցիոնալ ապամոնտաժման վտանգավոր փուլ չմտնենք։ Շնորհակալություն պարոն Սուրենյան, շնորհակալություն պարոն Սաֆարյան։ Իմ զրուցակիցներն էին Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը եւ միջազգային ու անվտանգային հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։